Ողջույն բարեկամներ, գիտեմ, որ իմ դիտողներից մեծ մասը անհամբեր սպասում էր այսօրվա դատավարությանը, Վախթանգ Ղուկասյանի հետ կապված։ Ես նույնպես հուսով էի, որ այսօր ազատ կարձակվեր Վախթանգ Ղուկասյանը, բայց ինչպես իմացանք, չի ստացվել։ Եվ ես հիշեցի այն ամենաառաջի իմ նախնական քննարկումները բանի հետ, այն փաստաբանների, որոնք սովորաբար զբաղվում են այս գործերով, իրենց առաջին նախազգուշացումն էր, որ նման кейսերը եթե հասել են այս դատարանին, միանգամից եւ արագ չեն լուծվում։ Ես մտածեցի, որ այդ ասածը պատահական չէր։ Եվ այսպես այսօր միջև ես հաղորդումը կայնագրեի, ինձ զանգեց մի շատ հարգարժան մարդ, այն հոգևորականը, որը որպես թարգմանիչ մասնակցում էր Վախթանգ Ղուկասյանի գործին, դատավարությանը։ Եվ այսպես Սերոբ Ազարյան քահանան։ Շատ երկար հետաքրքիր զրույց ունեցանք, ինչքան հնարավոր էր մանրամասն, ինք պատմեց ինչ է կատարվել դատարանում եւ այն հանդիպումը, որ ինքն ունեցել է Վախթանգ Ղուկասյանի հետ։ Նախ ամենահետաքրքիրը պետք է ասեմ, որ պարզվում է, որ հոգևորականների մեջ մեր կան մարդիկ, որոնք այո չզարմանաք աջակցում են Վախթանգ Ղուկասյանին։ Վախթանգ Ղուկասյանը ինքն էլ էր ասում զարմացել, որ ես իր մոտ բանտում ներկայացա, ասացի, որ մենակ ես չեմ, փաստորեն ինքը որպես հոգևորական այցելության համար, մասնակցելու համար ինքը նաև ստացել է այլ հոգևորականների թույլտվությունը եւ աջակցությունը, այնպես որ ինչքան ուզում են այնտեղ Վախթանգ Ղուկասյանին սիրող չսիրողները տարբեր մոտեցումներ ունենան պարոնի նկատմամբ, հոգևորականների մեջ էր մարդիկ կան, որոնք գնահատում են Վախթանգ Ղուկասյանի արած գործը, իհարկե շատ բաներում համաձայն չլինելով, ինչպես բոլորս, դուք գիտեք, որ ես առաջին դիմադիրն եմ, կամ ու լինելու եմ, բայց գիտեք, բայց նույնչափ գնահատում եմ նաև իր արած գործը։ Պարզվում է հոգևորականների մեջ էլ այդ խավը կա, որը ինձ ճիշտն ասած եւ զարմացեց եւ ինչ որտեղ ուրախացրեց։ Ինչու ուրախացրեց միջև կանադառնամ մանրամասներին, որովհետև ամեն դեպքում սա ցույց է տալի, որ մենք ունենք մտավորեն շերտը, որ կարողանում է թաթը չորից տարբերի։ Այսինքն հասկանա, որտեղ է միջև իմ ճաշակը աշխատում, իմ նախընտրությունները եւ որտեղ է սկսում գործը։ Եթե կան մարդիկ, որոնք հասկանում են այդ տարբերությունը, ուրեմն շատ լավ է, եթե հասկացող մարդկանց քանակը շատ է, դա ավելի լավ է։ Եվ ուրախություն ինձ այս ընթացքում, որ ես հաճախ անդրադառնում եմ Վախթանգ Ղուկասյանի այս գործերին, այդ մասան, որոնք տարբերվում են, որ նա գործի համար, որ անձնական ճաշակի տիրույթներից է, շատ են, դա ասեմ ինձ համար կարևոր փաստ է։ Եվ այսպես նախ քահանան այսելով Վախթանգ Ղուկասյանին հայտնել աջակցություն, Վախթանգ Ղուկասյանը իհարկե տպավորված է եղել, զարմացած է եղել, որ ինչպես ոնց է ստացվում։ Այո, այդ փաստը եղել է եւ մեր քահանան պարզվում է նաև պրոֆեսիոնալ թարգմանիչ է, որովհետեւ երբ որ ես իմացա, որ քահանա է թարգմանում, ես զարմացա, ինչ է նշանակում քահանա թարգմանում։ Ինչի պիտի քահանան թարգմանի, որովհետեւ տենց գործերի համար լինում են պրոֆեսիոնալ քահանա, պրոֆեսիոնալ թարգմանիչներ։ Եվ այսպես մեր Սերոբ Ազարյանը հենց ինքը պրոֆեսիոնալ թարգմանիչ է։ Ծառայել է ամերիկյան բանակում նաև, ասեմ ձեզ։ Ունիկալ, շատ ունիկալ, ես տեսնում եք ժպիտը չի գնում դեմքիցս, ես մեծ հաճույք ստացա տեր հետ շփվելուց, պատկերացնում եք, ես ինձ ասում են անհավատ, հակաքրիստոնյա բան, ինձ ինչ ասում եք, չէ։ Ես մեծագույն հաճույք եմ ստացել քահանայի հետ շփվելուց, որտեղ ես սիրում եմ հոգևոր մարդ։ Իմ համար հոգևոր մարդը կրոնականից տարբերվում է։ Ես հոգևոր մարդ եմ։ Ես ինքս եմ հոգևոր մարդ, ես սիրում եմ հոգևոր մարդ, անկախ նրանց այդ մարդն ինչի է հավատում։ Եվ վերջապես ինքը պատասխանեց շատ կարևոր հարցերին իմ համար։ Ոնց է, որ ինքն է հայտնվել։ Դե որովհետև այդ հանգամանքը, որ հոգևորականն է, ինձ մոտ ստեղծեց ինչ որ հակասական տրամադրություններ։ Պարզվեց, որ նախքին
թարգմանիչը, որը եղել է հենց պրոֆեսիոնալ դատարանների համար թարգմանիչ, ինքը սխալ է թարգմանել, վատ է թարգմանել։ Այսինքն թերություններով եւ ինքը որպես մասնագիտորեն պրոֆեսիոնալ քահանա, ներողություն, պրոֆեսիոնալ սպարագայում թարգմանիչ մասնակցել է գործին, որպեսզի եթե կարիքը լինի շտկումներ ուղումներ անի այդ ընթացքում։ Ես իմացա, որ մարդիկ, որոնք ջալոտ 100-ից ավել մարդ մեքենաներով Լոս Անջելեսից հասել են Լաս Վեգաս, գիշերն անցկացել են այնտեղ, Լաս Վեգասից էլ հեռու է գտնվում Անդերսենը, առավոտ շուտ այդ սրտին, ով չեղել ես փետրվար ամսին արդեն մարտ է չնայած, Լաս Վեգասի տանապատերում պետք է ասեմ, ցուրտ է, առավոտները մանավանդ առավոտները ցուրտ է։ Գնացել են դատարան եւ բոլորը դժգոհ էին եւ դատական կարգից եւ այն հանգամանքից, որ քահանա է թարգմանողը։ Ես հիմա իրենց բոլորին ուզում ասեմ պատճառը։ Նախ քահանա պրոֆեսիոնալ թարգմանիչ է, երկրորդն էլ այն հանգամանքը, որ մարդկանց չեն թույլ տվել ներս մտնել, դա նրա շնորհիվ, որովհետեւ նախկին դատավարության ժամանակ եղել են մարդիկ հայավարի խախտել են օրենքը։ Կնեք էս բառը որ ասում հայավարի ինձ իհարկես դուր չի գալիս բառը, բայց գրած է բոլոր տեղեր չնկարել, վիդեո չանել, նկարներ չանել, բայց ու դատավորի նահավոր դա դուր չի եկել եւ աչքելել է կողմնակի անձանց մուտքը ընդհանրապես տալիչ։ Նույնիսկ անտիկինը որ ուղեկցել է Վարդան Ղուկասյանի մորը, իր ձեռքն է եղել հեռախոս, ձեռքը չի նկարել։ Դրա համար էլ նկատողություն ստացել։ Դրա համար նույնիսկ նկատողություն ստացել։ Ինչ եմ ուզում ասեմ իմ հարգելի բարեկամներին, մանավանդ այն մարդկանց, որոնք այտենց ոգևորված, շահագրգռված ուզում են գնալ Վարդան Ղուկասյանին օգնել։ Եթե ուզում եք Վարդան Ղուկասյանին օգնել ձեր ներկայությամբ փայլուն է, բայց եթե չեք ուզում Վարդան Ղուկասյանին վնասեք, պետք է հետևեք որոշակի կարգ ու կանոնի։ Իմացա որ ամբողջ դատարանը բանա շրջափակված է եղել ոստիկաններով եւ սպառնացել են, եթե չծրվեն միջոցներ կիրառեն։ Նշանակում է ինչ որ մի բանից զգուշանում են։ Նշանակում է որ նույնիսկ կարող է սխալ ինֆորմացիա են տվել դատարանին, նախորդ զանգել են ասել են, սրանք գալիս են դատարանը ավիրելու։ Գիտեք չէ, Ամերիկայում ոնց է աշխատում։ Զգուշացել են տարբեր ձևերով, որ սրանց մոտ կարող է նույնիսկ պայթուցիկ կա, ագրեսիվ են տրամադրված, ամեն ինչ կարող է լինի։ Բայց որպեսզի թշնամին չկարողանա հաղթի, թշնամին Հայաստանի կառավարությունը։ Պետք է որ դատավարությունների մասնակցողները շատ զգուշ, շատ դելիկատ լինեն չափված ձևած իրենց պահվածքի մեջ, թե դրսում, թե ներսում։ Այսինքն եթե նույնիսկ դες թողել են ներս, նկարելը բացառվում է, ընդհանրապես հեռախոս ցույց տալն է բացառվում, չի կարելի։ Դատական պրոցեդուրա է, դա ամենտեղ դրա մասին գրած է։ Այսինքն դա խտրականություն չի։ Բայց այնուամենայնիվ ես մի քանի բան առանձնացել եմ իմ մոտ, որ անպայման ասեմ, ոչ չմոռանամ։ Հա, եւ այդ կարգ ու կանոնի բացակայության պատճառով գուցե դատավորի մոտ կա լարվածություն եւ ոնց ասեմ, անտագոնիզմ։ Լավ չի տրամադրված ըստ մեր ունեցած տվյալների։ Վարդան Ղուկասյանի գործի նկատմամբ։ Ես չգիտեմ, դա անձնական դրսևորումն է, դա պատվեր է, դա ուղղակի դիպված է, որ ես աջակիցների յան, չգիտեմ, նկարել են։ Ես չեմ կարող ասել, բայց մի բան պետք է անպայման ասեմ։ Ով զբաղվում է Վարդան Ղուկասյանի գործերով։ Սա իմ արդեն հորդորն է եւ կոչը։ Անունը չգիտեմ, մի հոգու անունը գիտեմ, որով զբաղվում է, բայց չեմ ուզում ասեմ, թող ինձ ով լսում է իմանա։ Այն հանգամանքը, որ առ այսօր դատավորի մոտ այդ տպավորությունն է գործի նկատմամբ, դա խոսում է փաստաբանների թերի պատրաստվածության մասին։ Այն մի քանի դիպվածի մասին, որ առաջին օրն է եղել եւ այսօր է եղել։ Սա ես որ համադրում եմ, պլյուս դատավորի տրամադրվածությունը, ասեմ, ով է զբաղվում այս գործով։ Փոխեք փաստաբաններին։ 1. Դրանք պետք է լինեն այն մասնագետները, որոնք կան Լոս Անջելեսում, կան լուրջ փաստաբանական գրասենյակներ, որոնք մասնագիտացված են հենց այս կարգի գործարքների համար։ Այսինքն իրենք հաստատ ձեր նման, կներեք որ ասենց եմ ասում, անպատրաստ առաջին եւ երկրորդ դատային չեն կարող գնալ։ Այն հանգամանքը, որ այս գործը, այս կարգի սենց հետաձգվում է եւ նախատարամադրվածություն կա, դա մասին իհարկե խոսանք, դա խոսում է մի բան մասին,
վկայում է մի բանի մասին, որ փաստաբանները իրենք պատրաստված չեն, իրենք գուցե եւ մասնագիտացված չեն այս գործերով։ Իրանք կարող է փայլուն, ասենք չի, ամուսնալուծության փաստաբան են։ Չեմ բացառում, որտեղ ստեղ փաստաբաններն շատ նեղ մասնագիտացված են, շատ ավելի նեղ, քան Հայաստանում։ Նեղ ուղղակի նեղ, կա immigration եւ կա deportation, հա։ Նույնիսկ դրանց մեջ դրանց կա տարբերություն կա, ով ինչով ազբաղվում, մարդ կա քեզ է գրում դիմաբանին, գնին կարստանալու համար, դրա մեջ է լավ, արագ լրանում է, լրացնում է ինչ-որ բաներ է հորինում, հա, որ քեզ ուժեղ լինի։ Մարդ կա այս գործերով է դեպարտացիայի հետ կապված հարցերում մասնագիտացված։ Ամեն դեպքում հորդորս Վարդան Ղուկասյանի գործերով զբաղվողներին փոխեք ձեր փաստաբաններին եւ հայերի մեջ Լոս Անջելեսում կան փաստաբանական գրասենյակներ, որոնք դատավորին շնչելու տեղ չէին տա։ Այս գործը 90% կախված է դատապաշտպաններից։ 90% կախված է դատապաշտպաններից։ Եթե սրա մասին ասում էր այն ընկերը, որը որի հետ ես խոսացել եմ մոտավորապես 2 շաբաթ առաջ, հենց ձերբակալման այդ լուրերից 2 օր հետո։ Նույն բանն ինքն ասում, այսօր ես ինքս էլ գալիս եմ այդ եզրակացության։ Այն ժամանակ ասեց, որ այս գործի արագությունն ու ելքը արդեն պատկերացեց, ասեց, այո, գիտենք այդ դատան, գիտենք որ անպայման երկար է տևելու, այնտեղ լավ չի լինելու, լավ չեն տրամադրված, բայց գործի հաջողությունը կախված է թե իր գործերով ով զբաղվում։ Այն հանգամանքը, որ 2 դատ արդեն պրավալ է եղել, ուսա պրավալ է։ Առաջինը կար պատահականություն ունի, երկրորդը սա օրինաչափությունը։ Պետք չի սպասել 3-րդ, 4-րդ, 5-րդ, փոխեք այդ դատապաշտպաններին։ Ունեք, գրեք, խոսենք, պայմանավորվենք, գտնենք Լոս Անջելեսում լավագույն փաստաբաններ, որոնք այս գործի մեջ են մասնագիտացված։ Եթե դուք Լոս Անջելեսում եք ապրում, դուք էլ կարող եք գտնել հենց կոնկրետ այս մասով նախապատրաստվածներին։ Իսկ այն հանգամանքը, որ փաստաբանները ամերիկացի են, Վարդան Ղուկասյանը անգլերեն չի խոսում։ Այսինքն նույնիսկ գործը ներկայացնելը communication չկա։ Այսինքն եթե կոմունիկացիա չկա, ես չեմ հասկանում ոնց է ստացվել, որ այս գործով զբաղվում են ոչ հայ փաստաբանները եւ արդյունքում ինչ ունենք 2 արդեն հետաձգված դատավարություն։ Ասեմ ավելի, ինձ որ զանգեցին ասեցին cancel ա եղել, դատաս ինչ է նշանակում cancel ա եղել։ Ոնց նույն բանը ասեց իմջելոց բանը մեր քահանան, իրեն էլ են նույն բանն ասել, ինձ զանգեցին ասին cancel ա եղել։ Չեղարկվել է, այսինքն ինչ նշանակում դատա չէ, այսինքն հետաձգվել է, անհասկանալի էր։ Նույնիսկ այս կարգի նրբություններ կա, որ մարդիկ չգիտեն ինչ է կատարվում դրսում, հետո չգիտեն ինչ է կատարվում ներսում, ոչ մի վստահություն չկա, կոմունիկացիա չկա։ Եվ այսպես փոխում եք անպայման փաստաբաններին եւ ես կարծում եմ փաստաբաններն իրենք արդեն կհասնեն նրան, որ այս գործը տեղափոխվի հենց Լաս Վեգասից Լոս Անջելես։ Եթե այսօրվա փաստաբաններին, որին նույնիսկ չեն թողել խոսան, պատկերացնում եք ինչ է նշանակում։ Փաստաբաններին բերանը փակել են, չեն դատավորը չի թողել խոսալ։ Ես իմ հետ հարց եմ տալի։ Եթե դա մի փաստաբան է, որի բերանը կարելի է փակել, ինչ գործ ունի այդ գործով զբաղվելու։ Այսինքն այս գործը կախված չի փաստաբանի աշխատանքից, ինքը այն որակ ունի, որ իր բերանը կարելի է փակել, նշանակում է թե փաստաբանից հրաժարվել է պետք։ Փաստաբանի բերանը ոչ մի դատավոր իրավունք չունի փակելու։ Եվ եթե այդպես նույնիսկ փորձ արվի, փորձառու դատապաշտպանը գիտեք հիմա ինչ պետք է ասել։ Այսօրվանից արդեն պետք է աշխատել, որ մյուս դատավարությունը քններ այլ դատավոր այլ նահանգում։ Կամ չգիտեմ, գուցե նույն նահանգում, բայց այլ դատավոր։ Ու հենց այդ հիմնավորմամբ։ Մի խոսքով 2 կարևոր բան պետք է ստեղծվի։ Նոր փաստաբանական խումբ սուպեր պատրաստված, թող 2 շաբաթ էլ հետաձգվի։ Եվ ամենակարևորը փոխել եւ դատավորին եւ քաղաքի հետ հնարավոր է։ Ամեն դեպքում երբ որ փոխեք դուք նույն գա նոր փաստաբանական խումբ, ինքը լավ կհասկանա ինչա պետք անել։ Ես իմ տպավորություններն եմ ասում։ Ու սա հնարավոր է, ես քանի որ մեր Արգարժան քահանայի հետ երկար խոսեցի, ասեց այո, դատավարական պրակտիկայում հնարավոր է դատական փոխել, դատավոր փոխել, գուցե նույնիսկ նահանգ փոխել։ Դա հնարավոր է։ Սա անպայման պետք է արվի, որովհետև եթե մնաց նույն տեղը,
Պարզ այս մարդը նախատրամադրվածություն ունի։ Գուցե այդ նախատրամադրվածությունը ինչ որ բաներով հիմնավորված է։ Ես չեմ ուզում պատասխանատվություն վերցնել եւ ասեմ ինչն է հիմքում ընկած, որ ես չգիտեմ, կինա ինչ է, դատավորը, կինա տղամարդ է, նման կախակալ վերաբերմունք ունի։ Ամեն դեպքում խոսքս ուղղված էր Վարդան Ղուկասյանի այս գործերով զբաղվողներին, ես իրաց չգիտեմ, չեմ ճանաչում, բան չունեմ, կոնտակտ չունեմ, հա։ Սա անպայման պետք է արվի, որովհետև այս ընթացքը վատա, ու ամենակարևորը գիտեք որն է, ամենավտանգավորը, երբ որ հանկարծ ընդ որոշում կայացվեց ու դեպորտացիայի ենթարկվում Վարդան Ղուկասյանը, ընդ 24 ժամ մարդիկ կարող են նույնիսկ իրան էլ չասեն, նույնիսկ կարող չհասցնեն բողոքարկել դա։ Հենց խփվեց 24 ժամից 72 ժամ։ Դա սա կլինի արդեն չափազանց ուշ։ Քանի չափազանց ուշ չի, 1 շաբաթ կա, ուղիղ 1 շաբաթ։ Արագ է պետք գործել։ Շատ արագ։ Մասնագիտացված բաներ կան, գրասենյակներ։ Դիմեք, որ ավելի ապահով լինի այս գործընթացը։ Վերջ։ Այսքանով այս մասը ես ուզում եմ եզրափակեմ ու անցնեմ մնացած նորություններին։ Իհարկե մենք պարբերաբար վերադառնալու ենք հարցը նշի որ վերջացեցինք հա Վարդան Ղուկասյանի թեմա բարձր։ Դա Վարդան Ղուկասյանի թեմա առանձին չկա, սա բոլորի թեման է։ Եվ այսպես մենք ունենք մի իրավիճակ, որ բոլորս հայտնվել ենք այս կառավարության ճիրաններում։ Ես ինչ եմ մասնանադառնում, սա ճիրան չի, սա մենք ընկել ենք էսթետիկական մի ճահիճ, եթե կարելի է այդպես ասել, հա, բարեհոգեբանական մի հատ վիճակի մեջ, որ մեր համար ամենավատը գիտեք որն է, որ սա սկսում է դառնալ նորմալ։ Դա սկսում է դառնալ նորմալ։ Գիտեք, ցանկացած վատ բան սկսում է դառնալ նորմալ, երբ որ մարդիկ սկսում են դադարել դրա դեմ պայքարել։ Ասեն դրա բարձրաձայն բողոքարկել, չհամաձայնվել։ Ես ինչ եմ սա մասին խոսում, մեր բանում պրակտիկայում, հա, մանավանդ, եթե կարելի է ասել, այն բարեկիրների միջավայրում sense բան կա։ Իրանք ավելի շուտ կլռեն, քան խոսեն։ Չի կարելի։ Սա պարագայում լռելը մեզ բերել է այս վիճակին։ Լռելը հարցի լուծում չի։ Լռելը բառացի բերել է այսօրվա վիճակին։ Սա չտեսնել, սա մասին չխոսել ու սա չբարձրաձայնել, այլևս արգելված է։ Ստե մենք ոչ մեկին ոնց ասեմ, լավություն չենք անում, մենակ վատություն ենք անում։ Այսինքն ցանկացած կիրթ, բարեկիրթ մարդու չմոստանալը սրա նկատմամբ, սա նշանակում է ոչ թե դուք բարեկիրթ եք, այլ դուք հանդուրժում եք սա, որ սա ավելի տարածվի, դառնա նորմալ։ Հասկացեք, մարդիկ սովորում են ամենավատ բաներին, մարդկանց աչքերը նորմալ է դառնում, ականջները սկսում է սովորել։ Սա պատմություն կա։ Римский-Կորսակովի մոտ անտաղանդ կոմպոզիտոր իր գործն է բերում, ներկայացնում է ու հարցնում է լավն է, ասում է չէ։ Ասում է մի հատ էլ նվագեմ էլի։ Ասում է չէ, մի հատ էլ որ նվագես ականջը սկսովորի։ Ինչ եմ ուզում ասել։ Մեր աչքն ու ականջը ասես բաների շուտ սկսում է սովորել։ Եթե մենք չենք սկսում սա դեմ բողոքել, ընդվզել, փակել, ինքը դառնում է նոր նորմալը, սա վատ հասկացողություն է։ Քանի ես ամասին չի խոսա, եթե այս տենդենսը չզգայի, որ ցույց է այն կամուկացի մեջ մնացած մարդը մտածում է, եթե այս հարգարժան տիկինը կամ այն պարոնը չի բողոքում սա դեմ, երևի սա նորմալ է։ Բողոքել է պետք, Ժորժ ջան։ Խոսել է պետք, դատապարտել է պետք։ Այո, դուրս եկեք ձեր կոմֆորտ գոտիից։ Սա բան չի, այն քաղաքակիրթ վիճակը չի, որ մենք ասենց, հա, ասենց հանդուրժենք, սա հանդուրժողականություն չի։ Սա արդեն դուրս է եկել հանդուրժողականության շրջանակներից, այլևս սա հանդուրժել նշանակում է սա ընդունել որպես նոր նորմալ, որը կարծեմ անընդունելի է բոլորիս համար։ Եվ այսպես Երևի հիշում եք, որ այս պիղծերը բան էին նախաձեռնել ամուրսարի վերաբերյալ, շահագործման վերաբերյալ, որոնք դրել էին ուրեմն տեսեք, ամուրսարի շահագործումը արգելված է Հայաստանի դատարանով։ Այս կառավարությունը թքած ունի Հայաստանի կառավարության որոշման վրա, այդ ներողություն դատարանի որոշման վրա։
տվել են, որ ամուսանը շահագործի Լիդիան ինչ-որ ընկերություն, որը բանկրոտ է։ Բանկրոտ։ Ասում են փող չունես, փողն էլ մենք կտանք։ Այդ փողը տալը 150 միլիոն դրել են հայկական բանկերի վրա։ Եվ այսպես, այդ բանկերից մեկը Ակբա բանկը հրաժարվել է։ Այսինքն 4 բանկերից, 5 բանկերից մեկը հրաժարվել է։ Ես երեք իմ հաղորդման ժամանակ ասեցի, այն մնացած 4-ին եմ դիմում։ Հրաժարվեք դուք նույնպես։ Սարը ով սկսեց քանդել, այ քիչ ամենը Վարդան Ղուկասյանի բառերով ասեմ, ես նա տունը կքանդեմ, բայց ես չէ, ես տունը չեմ քանդի, ես դա բանկը կքանդեմ, որտեղ ձեր տունը ձեր համար արժեք չունի, այ ձեր փողերը ձեր համար արժեք ունի, այ ես տանաքանդ չեմ, բայց բիզնես կքանդեմ։ Դուք ժամանակ ունեք, ես ձեզ ժամանակ եմ տալիս, մնացած 4-ին, ճշտեմ անունները։ Միջև այս շաբաթվա վերջ, եթե դուք էլ չհրաժարվեցիք, անես մի հատ հակագովազդ եմ սկսելու իմ ալիքով։ Չեմ ալարի, կհանեմ ձեզ եւ ամեն օր կոշկանեմ, որ մարդիկ գան այդ ավանդները ձեր մոտից ուղակի հանեն։ Իրենց անձնական գումարները չպայեն, որովհետեւ ինչա նշանակում այդ բանկերում գումար պայել։ Նշանակում է, որ այդ քաղաքացին, ով իր գումարները այդ բանկում է պահում, իր փողերով քանդելու են մեր երկիրը։ Սա է նշանակում բանկում այդ բանկերում փող ունենալ։ Ուրեմն լսեք, բանկեր, ովքեր հիմա անունները չեմ տալի, որ ավելորդ գովազ չանեմ։ Միջև շաբաթը վերջ, ով չհրաժարվեց, ես 2 շաբթերվանից հատուկ արշավ եմ սկսելու ձեր նկատմամբ։ Վստահ եղեք, ձեր կապիտալը կիսվելու է, եթե ոչ ավել։ Եվ դուք դառնալու եք ուղղակի բանկրոտ։ Պայմանավորվեցինք։ Այսքան բան։ Տեսեք, ես Վարդան Ղուկասյանի նման չեմ ասում, ձեր տունը կքանդեմ։ Հա, ձեզ, որտեղ ձեր համար ինչ ձեր տունը, ձեր համար ամենակարևորը ձեր փողերն է։ Եվ այսպես, տեսեք ինչ է կատարվում Սիրիայում։ Այսքան բոլորը տեսել եք այս սարսափելի կադրերը։ Հազարավոր զոհվածներ, սպանվածներ, հազարավոր։ Այս երկուսի կողմից։ Սա Էրդողանն է, այս էլ նոր Սիրիայի նախագահ, որի գլխագին կար, խոստացված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որպես Ալ-Քաիդայի առաջնորդ եւ մեծ հանցագործ։ Եվ այսպես։ Հիմա ասա Ջոել Թենին ասում, որ ինքը նամակ է ուղարկել նախագահ Թրամփին։ Ինքը լավ է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել, բան չունեմ ասելու, բայց ես նախագահ Թրամփից սպասելիք չունեմ։ Ոնց որ ես սպասելիք ունենամ Նիկոլ Փաշինյանից։ Պատկերացեցիք, դա լավ է, որ ինքը ուղարկել է, հա։ Հա։ Բայց ես ակնկալիք չունեմ։ Սա է ինչ որ պատահելու է մեր հետ, որին տանում է Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք, հələ տեսեք ինչ հպարտ է կանգնած այս ջահել լակոտը, որին բանը Էրդողանը նշանակել է Սիրիայի նախագահ։ Էրդողանն է նշանակել։ Հələ ինչ հպարտ է կողքը կանգնած։ Հիշում եք Նիկոլի ժպիտը։ Հիշում եք։ Նիկոլը բանը առանձին պետության վարչապետը չէ, այն էլ հայկական պետության։ Հələ Էրդողանի նշանակացի պահվածքն եք, մեկ էլ մեր հայկական պետության այդ ողորմելի չնչին արարածի այն պահվածքը դրա նկատմամբ։ Հայաստանը դառնալու է Սիրիա։ Ես կարող վախենալու բան եմ ասում։ Բայց այս աշխարհակարգի բանը պայմաններում, որտեղ արդեն չի աշխատում ոչ մի օրենք։ Ոչ մի օրենք չի աշխատում։ Բացարձակապես։ Այն ինչ որ հիմա կատարվում է Սիրիայում, այն ինչ որ հիմա կատարվում է Ուկրաինայում, այն ինչի մասին որ խոսում է Թրամփը, ու Թրամփը պատահական բաներ չի խոսում։ Ինքը միավորվել է այն մարդկանց հետ, ովքեր միջազգային հանցագործ են, ու ինքը դարձել է իրենց աջակիցը։ Սա ոչ թե մենակ հայտարարություններով, այլև նաև գործերով ամենակարևորը։ Աշխարհում չի աշխատում միջազգային օրենք։ Աշխարհում գիտեք ինչ է աշխատում, մի հատ օրենք։ Այ եթե դու զինված ես, դա քրդերի առաջնորդն է, հա, ինքը համաձայնագիր է ստորագրում Սիրիայի պետության հետ, որ ինքը այո ընդունում է Սիրիայի կառավարությունը։ Ինչի՞։ Ինչի՞ օրինակ իր մոտ էս կոտորածները չկա։
որտեվ զինված է։ Որովհետև զինված է։ Աշխարհում մնացել է մի հատ օրենք, որը միշտ է եղել։ Միշտ է եղել։ Դա եթե զինված ես, ուզում դու ապահովես։ Լավագույն երաշխիքը բոլոր ժամանակներին եղել է քո զինվածությունը։ Այն ինչ որ էս ազգապիղծը, էս պիղծը մարդկանց ակաժները լսնում է, սա ուղղակի տանում է կամավոր մորթի, կամավոր սպանդանոց է տանում։ Ես գիտեմ, որ շատերին սա դուր է գալիս, որտեղ մի մոտ գրում են, չէ, Նիկոլա Փաշինյանը լուրջ բանա վարչապետ է, լավն է բան։ Դա իրանք այս գրողները կամավոր մորթի գնացողներն են։ Կամ նաև գրում են, որ Թրամփի նման կարգին տղա ազգայնական, ասենց իր երկիրը պահող գոյություն չունի, սա էլ են գրում, հա, այսինքն գիտեք ինչն է հետաքրքիր, սենց նայում եմ, որ մարդկանց համար իրականությունը էական չի։ Մարդկանց համար ամենակարևորը թե ինքը ում է հավատում, թե ում հավատումը դա ինչ է անում իրականում, պետք է այդքան էական չի։ Ես ասեմ, այս բոլոր համաշխարհային ողբերգությունները, որ իրականացվել է, թե Հայաստան, Ռուսաստանում, Ամերիկա, Եվրոպա, հա, մի բանի համար է կատարվել։ Ես ասում նայում եմ, որ մարդիկ նայել են ոչ թե գործերին, այլ լսել են ինչ է խոսում։ Ու խոսում միջև նախագահ դառնալը, ասենք միջև բան դառնալը, չգիտեմ, կամ պրեզիդենտ դառնալը, վարչապետ դառնալը։ Որտեղ նույնիսկ դառնալուց հետո ինքը սկսում է ուրիշ բան խոսա, այլ իրան չեն լսում, ասում են, չէ, այս ինքը չի, ինքը սա չէր ուզում աներ, այն ինչ որ ինքը անում է, դա չի, սա տակ ուրիշ բան կա, այն ինչ որ հիմա ինքը խոսում է, դա չի, ինքը ուրիշ է, ինքը լավն է, իրան փոխել են։ Հիվանդանոցում ծնվել է, տեղը բերել ուրիշ մեկին են տվել։ Ինքը լավն է, ինքը տես չի։ Ինքը տես լավն է, Լևոն Տեր-Պետրոսյանները տես լավ, հետո, չգիտեմ, բոլորները տես լավ են, Նիկոլները տես լավ, Թրամփն արդեն տես լավ, Պուտինն է տես լավ։ Հիմա ուսս նայում եմ։ Ուզում իմ համասա ուղղակի բան հետազոտման ոլորտ է, հասկացեք, դե ոչ մի անձնական բան չկա։ Ինչի էլի։ Ինչ են մարդիկ նայում, ով է խոսում, այլ ոչ թե ինչ է խոսում։ Ու սենց սկսում են ձևավորվել կենոնական, քաղաքական, հասարակական աղանդները, որոնց համար այդ հետևորդները էական չի է, ինչ է հիմա իրականանում, էական է այն է, ինքը ինչին է հավատում, ինքը իր համար ստեղծել է մի հատ կերպար, սենց ինքն է ստեղծել են որում, այդ իրականում չկա է։ Այդ կերպարը ինչ ուզում է անի իր համար միևնույն է, ինչ ուզում է խոսա իր համար միևնույն է, վերջ ինքը այդ կերպարը ստեղծել է, դա անփոխարինելի մի հատ բան է, ու ինքը մեռնի, բայց իրականությունը չի ուզենա տենի։ Ով էլ մատնացույց անի, ասի մատը ծուր է, նայեք, ցանկացած մատի վերց մեկ, ինքը բան չի կարա, չէ՞, ուղիղ լինի, մի քիչ անպայման ինչ որ բան ծրություն ունեն, էլի։ Ինչ որ մի հատ ցույց տաս, ասի, մատը տա ծուր։ Ու աշխարհից թվում է դժբախտությունների մեծ մասը գալիս է հենց այդտեղից, որ մարդիկ չեն նայում ինչա։ Մարդիկ նայում են ու հավատում են նրան, ինչին ուզում են, ինչին որ ի սկզբանե էին հավատում։ Ի սկզբանե իրանք վերցրել են այդ կերպարը, առաջնորդի կերպար կլինի, երկրի կերպար կլինի, սիրած մարդու կերպար կլինի։ Ցանկացած, սենց վերցում են, ստեղծում են, ու ասում են փոխվել է, չէ, մարդը չի փոխվում։ Մարդը չի փոխվում, դուք եք ձեր համար սխալ կերպար ստեղծել։ Գնացեք հենց ցանկացած բաժանված զույգ, որ վերցնեք վերլուծեք, նույն խոսքն ասել, չփոխվել էր, առաջվանը չի։ Չէ, ինքը մարդը չի փոխվում, ժողովուրդ։ Ով մեկին ասում է, «Էնի փոխվել է», նշանակում է ինքը չի ուզում ընդունի, որ ինքը չի հասկացել, չի տեսել իրականությունը, որտեղ մարդը, վայ, ուրիշ թե մարդը ունակ լինել փոխվելու։ Մարդիկ 99%-ով ոնց ծնվում են, նույն ճամփեն, նույն ձևով գնում են։ Մարդը չի փոխվում։ Էդի 1000-ից 1, որ գիտեք ինչ տիտանական աշխատանք, մարդը ինքն իր վրա, ինքն իր սխալների վրա, առանց ամաչելու, ընդունելով, սխալվելով, հետո վերականգնվելով, դա մի տիտանական աշխատանք է, որ մարդ կարողանա իր նախնական ձևը փոխի։ Բայց հարցնում ես, ինչ եղավ, փոխվել է, առաջվանը չի։ Չէ, եղբայր, մարդը չի փոխվել։ Այդ դու ես հիմա ուրիշ ձև տենում, դու այն ժամանակ ուրիշ ձև ես տեսել, հիմա ուրիշ ձև ես տենում։
Դե չէ մարդը միշտ նույնն է եղել։ Մարդիկ չեն փոխվում։ Հիմա, եթե կա անձնական կյանքում, սա կա նաև քաղաքականության մեջ։ Ամեն տեղ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Մեզ այս պիղծը, որ խաղաղությունն է խոսում, խաղաղություն, տանում է ոչնչացման։ Ոնց որ Թրամփը, որ խոսում է սարքենք ամերիկան հզորորից, հա, եւ էժանություն, բան տնտեսական վերելք, բան։ Այդ նույն լոզունգները ասելով մարդիկ դրան հավատում են, ու դու չես կարող ասես, «Ա աղբետ ջան, հələ մի վատ կան»։ Արդյունքում արդեն NASDAQ-ը Dow Jones-ը իջել 1000 կետով։ Նույն Թրամփը ասում էր 4-5 տարի առաջ, եթե 1000 կետով իջավ, այդ նախագահը պետք է միանգամից հրաժարական տա։ Եթե չտա պետք է impeachment սկսել։ Այսօր 900 կետով արդեն իջած։ 900 կետ Dow Jones-ը իջելա NASDAQ-ը։ 1.2 տրիլիոն ամերիկան տնտեսությունը կորուստ ունեցել մեկ ամսվա մեջ։ 1.2 տրիլիոն։ Ինչի համար? Որ ինքը որոշել է, որ դե 500 միլիարդի բանկա, հանածոկա, իբր ինքը 1.2 տրիլիոնը զոհում է, հələ դա սկիզբն է։ Դա սկիզբն է, ասում սա վերջը խայտարակ լինելու։ Ամերիկայի տնտեսությունը կես է լինելու առնվազն, հա։ Իհարկե չի կործանվի Ամերիկան, մի քիչ հզոր է կործանվելու համար, հա։ Բայց որ իր տնտեսական բանը արտահանումները, ազդեցությունը, քաղաքական տնտեսական կորցնելու է շատ ու լիքը հիմնարկներ փակվելու են, գործազրկությունն ավելանալու է։ Ես դες երաշխավորում եմ, եթե Տրամփը մի ամիս էլ մնաց, սա է լինելու։ Տեսնան արդեն 70% է կորցել Եվրոպայում։ Բայց մարդիկ դեռ հավատում են, որ ինչ ես խոսում, ինք եկել է, այս ամեն ինչի դեմ պայքարելու, այս բոլորը սարկացա իր դեմ, ինքը լավն է, իրան հիվանդանոցում փոխել են։ Մի հատ լավ նորություն կա, ուզում անպայման անդրադառնամ։ Google-ը 2024-ին ադրբեջանական քարոզչություն տարածող ավելի քան 14000 YouTube-յան ալիքա ելափակել։ Տեսեք ինչ գործ արվում։ Տեսնում եք 24-ին ադրբեջանական քարոզչություն տարածող 14000 YouTube-յան ալիք փակվել։ Հələ ինչքանը չի փակվել, չգիտենք։ Պատկերացնում եք ինչ փողեր է դրված ադրբեջանական քարոզչության մեջ։ Այդ ադրբեջանական քարոզչությունը դա նաև հայկական մեդիան է։ Դա մենակ ադրբեջանական քարոզչությունը չէ։ Ադրբեջանական քարոզչությունը շատ լայն հասկացողություն է։ Դրա մեջ մտնում է նաև հայկական մեդիան, հայկական կառավարական մեդիան, հայկական ԶԼՄ-ները, բանը, այն խոսող գլուխները, որ խոսում են Փաշինյանի Նիկոլի կողմից, դա ամբողջը ադրբեջանական քարոզչությունն է։ Բայց կեցե Google-ը 14000 YouTube-յան ալիք է փակել։ Մինչդեռ մենք նստած ծառի տակ չգիտեմ այդ ինչով ենք զբաղված։ Եվ այսպես Թրամփն ու բանը կհանդիպեն Սաուդյան Արաբիայում Զելենսկու հետ։ Ասում ավելին է ուզում, քան օգտակար հանածոների գործարքը։ 100%։ Իսկ ով ասեց, որ ճիշտը 1.2 տրիլիոն զոհելնա 500 միլիարդի համար։ Իհարկե ոչ, բայց մարդկա սան հավատում է։ Հարցը ոսում ասում, իր ռազմական հանցագործ ընկերներին փրկելն է։ Պուտին, Նետանյահու, դե արդեն Նետանյահուի հետ գալիս է, էլի, դեռ Էրդողան, Ալիև, ինչքան ռազմական հանցագործ կա։ Ինքը այս տղեկի ընկերն է։ Ես չեմ ասում իրենց գործակալը չնայած կարող եմ ասել, որ ոչ մի գործակալ չէր կարող այդքան բան անել, ինչքան անում է Թրամփը, բայց պատկերացնում եք, չէ՞, բանը Պուտին, Նետանյահու։ Դե կից արդեն կից Էրդողան, Ալիև, այնտեղ չգիտեմ, նույնիսկ Հյուսեյն Կորեայի նախագահ, Կիմ Չեն Ընը, ասում է իրան ավելի շատ է պետքան Կիևի օգտակար հանածոները։ Իհարկե։ Իրան պետք է Կիևը, Ուկրաինան ամբողջությամբ նվիրի ռուսներին, որովհետև ռուսները ոչ մի այլ պայման չեն ընդունելու։ Միակ պայմանը, որ իրանք ընդունելու են, որպեսզի չկարակեն Ուկրաինայի վրա, դա Ուկրաինայի կապիտուլյացիան է։
Ուկրաինայի կապիտուլյացիան։ Ու ինձ աշխարհում ոչ մեկ չի կարող համոզի, որ դրա մասին չգիտի Թրամփը, որովհետև ռուսները պարզ ասում են, Լավրովն ասում է, Պեսկովն ասում է, այն Զախարովն ասում է, Մեդվեդևը ասում է, Պուտինն ասում է, բոլորն ասում են։ Ընկեր, հոп։ Մեզ ուրեմն այս ամեն ինչի սկիզբն է պետք վերացնել։ Սկիզբը այս ամեն ինչի խնդիրները դա ուկրաինական պետությունն է, որը պիտի գոյություն չունենա։ Եվ ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա 1997 թվականի կողմեր։ Այսինքն Շվեդիա, ամբերես վերջերս Ֆինլանդիա, որ դառան ՆԱՏՕ-ի անդամ։ Պիտի չլինեն։ Ու ոնց է պատրաստում Թրամփը դա իրականացնելու ես չգիտեմ։ Ես ուզում եմ տեսնել Շվեդիայի հայացքը կամ Ֆինլանդիայի պրեմիեր-մինիստրի հայացքը։ Ես պատկերացնում եմ Շվեդիայի նախագահը պրեմիեր-մինիստրին ինչ կասի էլի Թրամփին։ Երբ ու Թրամփն ասի գիտես ինչ, դու պետք է հրաժարվես ՆԱՏՕ-ից կամ ես պետք է քանդեմ, որովհետև դա խոսք եմ տվել Պուտինին։ Չնայած քանդում է արդեն ՆԱՏՕ-ին, բայց զորքերը, բայց զենք զինամթերքը ուրա գնալու։ Ասենք լավ, դա ՆԱՏՕ-ի դրոշը չի, բա ուրիշ։ Դա ինչ է անելու։ Ես դա մասին չգիտեմ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ սա միայն օգտակար հանածոների չի։ Սա ուղղակի թեմա է, որ իրան հավատացողներին, որ ասի ընդեն նյութ կա, ես 300 միլիարդ տվել եմ, հետ այլքան էլ չի տվել։ Գնում եմ տեղը 500 միլիարդ հետ բերեմ։ Տեսես ինչ բիզնեսմեն տղա եմ։ Իզու չի, որ դու ինձ հավատում ես, իզու չի, որ դու ինձ ձայնը տվել ես։ Բայց դա դիմաց այդ հայտարարությունների պատճառով արդեն 1.3 տրիլիոն կորցրել է, սա դեռ սկիզբն է։ Ասեմ ինչու։ Ուզում ես տեսանյութը նայենք մեր։ A student who helped organize pro-Palestinian protests at Columbia University has been detained by ICE. In the spring of 2024, protests and encampments in support of the people of Palestine popped up on university campuses. Եվ այսպես, սա Նյու Յորքն է, Columbia University, ես երիտասարդը կազմակերպիչն է, նախաձեռնող խմբի նախագահն է, իրեն ձերբակալել են այն նույն բանը, կազմակերպությունը այս կոչվածը, որը ձերբակալել է Վարդան Ղուկասյանին։ Եվ ինչ են անում։ Այս բանը, այս Պաղեստինի համար այն ռմբակոծությունները, այն ավերածությունները, որ Իսրայելն անում էր, ի պաշտպանություն Պաղեստինին։ Տեսեք ինչ բան են արել։ Վրանի քաղաք է։ Մենք սա մասին չենք լսել, չէ՞։ Մեզ չեն ասել։ At Columbia University in New York City, Mahmoud Khalil was one of the graduate student organizers. This is a movement, an anti-war movement. We have sparked similar Gaza solidarity in Canada. Սա ասում է շարժում է, սա հակա պատերազմի շարժում է։ Ու ավարտել է ինքը Columbia University-ն ավարտել։ Campaments across the nation and even across the globe. Syrian-born Khalil is married to a U.S. citizen who is 8 months pregnant. He has worked for the UK government's Foreign Commonwealth and Development. Ուրեմն այստեղեն նայեք, ավարտել է կինը Ամերիկայի քաղաքացի է 8 ամսական հղի։ Ինչն էլ բրիտանական ընկերության համար է աշխատում։ Լրիվ legal, հետն էլ green card ունի։ Ու իրան որոշել է դեպորտացիա անեն, որովհետև Թրամփը ասել է, որ հակաիզրայելական ցույցեր արեց, բոլորին բանը վռնդել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ Columbia University բանը ֆեդերալ նվիրատվություններից $400 միլիոն կրճատել։ $400 միլիոն։ Ինչի, որովհետև ստեղ ասում են, այս ուսանողներն ասում են, մի ռմբակոծեք Պաղեստինը։ Մի կոտորեք այդ մարդկանց, 40,000 մարդ սպանեցին։ 40,000 մեր ու մանուկ բոլորին թողեցին փլատակների տակ։ Սի Թրամփն է։ Այսօր միջալոց մեկնելից գրել էր։ Եթե Թրամփը դուրը չի գալ, ինչ ես մնացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գնա Երևան։ Պատկերացնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդպես մարդ կա։ Իրան թվում է, որ ես եկել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա եկել եմ, որովհետև ասենք Սերժը դուրս չէր գալի։ Դուք պատկերացնում եք։ Ամերիկայում ապրող այդպես տրամաբանող մարդ կա։ Office, as well as the United Nations in New York. Immigration and Customs Enforcement agents arrested Khalil at his university-owned apartment on Saturday night, according to his lawyer Amy Greer. Greer says Իրա բնակարանում շաբաթ երեկոյան են ձերբակալել։
Պատկերացնում եք ինքը օրինական green card-ով բրիտանական հիմնարկում աշխատում է, կինը Ամերիկայի քաղաքացի, լրիվ օրինական 8 ամսական, եկել ձերբակալել են։ Սուրա գնում ես երկիրը, ընկեր Թրամփի սիրելիներ։ ICE told her that they had orders to revoke his student visa, but Khalil is a permanent resident of the United States with a green card. The Department of Homeland Security Չեն ասել են, բանը չերյալ համարեք իր ուսանողական վիզան։ Մտածում եք բանը ռեզիդենտա ստեղ green card ունի ինքը։ Դուք ո՞նց եք իրացու։ Հա, բանա դեք իր չերյալ համարեք։ Վաղուց ինքը բանը ուսանողական վիզայով չի ապրում, ինքը green card ունի։ Կիննել, որ օրինական ամուսնացած Ամերիկայի քաղաքացի է։ Հիմա բանում է, դատարանում է գործերը, ու իր համար պայքարում են փաստաբանները, ոչ մեկ չի հասկանում, ոնց կարող է այս երկրի մեջ օրինական մարդուն, օրինական գործողությունների համար ձերբակալեն։ Գնանք Ուկրաինա։ Եվ ասպես, քանի որ ուկրաինական երկինքը արդեն F-16-երը չեն պաշտպանում, որովհետև Թրամփի հրամանով դեռ շաբաթ գիշերը անջատել են F-16-ների անտեսանելի ռեժիմի բաները, այդ սիստեմները, պատկերացնում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ուկրաինայում գործող F-16-երի պաշտպանական ռեժիմները անջատած են։ Բարսելոնայով դառնում են ուղիղ թիրախ։ Դա փոխարեն հիմա ֆրանսիական միրաժներն են պահում ուկրաինական երկինքը, ինչքանով որ դա հնարավոր է։ Բայց դա իհարկե բավական չի եւ այս ընթացքում ռուսական հրթիռները ավելի մեծ ավերածություն են արել, քան երբևէ։ Ի շնորհիվ, ասում եմ, ընկեր Թրամփի, որ ամեն ձևով թուլացնում ու sense նվաստացնում է Ուկրաինային, որ մաքսիմում զիջումները ստանա Ուկրաինայի բանի համար, Ռուսաստանի համար։ Okay, հիմա հասանք էլ Իլոն Մասկ։ Մասսայական բոյկոտ են ենթարկում Իլոն Մասկի ապրանքները։ Մասսայական։ Ու նույնիսկ բանում Սիեթլում մի ամբողջ դիլեր են վառը այդ Cybertruck-ների մեջ է։ Վառել են, ուղղակի վառել են, տարբեր տեղեր տարբեր ձև են ընթանում, միտեղ խաղաղ է ընթանում, միտեղ, չգիտեմ, բաների ձևով, հումորային ֆլեշ մոբեր են անում, բայց Սիեթլում նույնիսկ արել են, վառել են այդ դիլերշիպը։ Հիմա Մասկին եմ ուզում հարցնեմ, եկեր։ Այդ 500 միլիարդի համար դու արդեն ավելի շատ ուզել ես։ Ու դա չվերականգնվող է։ Որովհետև հեղինակությունը դա չվերականգնվող է տարօրված հեղինակությունը, վնասված հեղինակությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բիզնեսում sense օրենք կա։ Ասում է սկզբից ստեղծում են բրենդ, հետո բրենդը սկսում է հողը աշխատել։ Հիմա իսկ եթե մարդ բրենդ է, դա ամեն լավագույն տարբերակն է, էլի, ասում է ամեն մի բիզնեսմեն ինքը պետք է դառնա ինքը բրենդ, հա, օրինակ Իլոն Մասկը ինքը բրենդ է, ոնց որ Ջեֆ Բեզոսն է ինքը բրենդ, հա։ Հիմա Իլոն Մասկը Ցուկերբերգներ, Ստիվ Ջոբսը դրանք բրենդ էին քայլող։ Հիմա Իլոն Մասկն էլ բրենդ։ Այդ բրենդը ինքը ինք ասքի է ոչնչացել, որ սրա հետևանքները փողի վերածած շատ ավելի շատ է լինելու, քան այն 500 միլիարդը, որ իրանք ուզում էին իբր Ուկրաինայից վերցնել այս ամեն ինչի գնով։ Հա, սրանք էլ բանն է, թվերն է, որտեղ նկատագրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կորուստը, sense բանով սիստեմով սյուստամ։ 890 կետով իջել է։ 890 կետով։ Թրամփի խոսքերն եմ ասում, որ ասում էր դեռ անցած բանի ժամանակ, միջև նախագահ դառնալ էլի, ասում էր, եթե մեկի օրոք, հա, Դո Ջոնսը իջավ 1000, պիտի հրաժարական տա, եթե այդքան խելք չունի հրաժարական տալու համար, իրան պետք է ուղղակի իմպիչմենտի ենթարկեն։ Քեզ մնացել է 110, իսկը միջև վաղեսի կլինի։ Թե սատակից ոնց է դուրս գալու, ես չգիտեմ։ Բայց աշխարհի փրկությունը սա հրաժարականն է։ Եվ այսպես, ուրեմն Իլոն Մասկի եւ էսի շատ կարևոր է, բանի Լեհաստանի նախագահի մեջ, ասես վեճ ա եղել, լեզվակռիվ ա եղել,
որովհետեւ Իլոն Մասկը սպառնում է դադարեցնել իր սիստեմների բանը Starlink-ի գործունեությունը Ուկրաինայում, իսկ Լեհաստանն ասում է ես դա փողը տալիս եմ։ Ես դա փողը, ես սպասարկության փողի ես եմ տալի։ Դու ո՞նց կարճ բան անես իրան։ Մի խոսքով, այս կռվի ժամանակ մեջ է մտնում Մարկո Ռուբիոն հարցակվում է բանի վրա։ Վեճի ժամանակ հենց այտենց մասսայական Լեհաստանի նախագահի վրա։ Եվ արդեն հանրապետականում խոսում են, որ այս կառավարությունը թշնամացնում է ականհայտորեն բոլորին, աշխարհին ամենակարևոր բաներին, աջակիցներին թշնամացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Լեհաստանը Արևելյան Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենակարևոր հենակետն էր։ Լեհաստան, Ֆրանսիա, Հունաստան։ Այս երեք կարևոր հենակետերը փաստորեն արդեն բան չի մնացել։ Հնարավոր բոլոր ձևերով ապիրում են սրանք։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ մի բան։ Մարկո Ռուբիոնը չի անում սա։ Ինքը այս բոլորի մեջի մի քիչ բան է պրոֆեսիոնալ ու իր նախորդ ելույթներն ես լսում, լրիվ adekvat, լրիվ հստակ, նորմալ մարդ էր էլի։ Հիմա սա ինչ է անում։ Անհասկանալի է։ Ու արդեն այն աստիճան հանրապետականներն են սրանց արդեն ասում, որ դուք այս բանով, հա, ձեր մագայով փչացեցիք ամբողջ հեղինակությունը։ Հիմա ինչքան հանրապետական կուսակցությունը շուտ կարողանա ինքը նախաձեռնի Թրամփի իմպիչմենտը, այնքան շուտ կփրկվի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ իր հարաբերությունները, տնտեսական ազդեցությունը, քաղաքական ազդեցությունը, իմիջը աշխարհով մեկ։ Եթե իրանք չանեն, մյուս ընտրություններին դեմոկրատները հաղթելու են անկասկած, թող ոչ մեկ դա վրա չկասկածի։ Ոչ մեկ չի կարողանալու սա դեմնարդի։ Ոչ մեկ չի կարա բացատրություն տա, հա, ոնց հնարավոր էր սա պատահեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորությունը դա զենքի մեջ չի։ Դա զենքի մեջ, այո, նա հսկայական զենքի առավելություն ունի բոլոր երկրների նկատմամբ։ Ինչի՞, որտեղ լավ տնտեսություն ունի։ Իսկ լավ տնտեսություն ունի ինչի շնորհիվ, որովհետև քաղաքական ազդեցությունը ամբողջ Եվրոպայի վրա եւ իր հարևանների վրա մեծ, այսինքն ինքը կարողանում է իր սերվիսները, սերվիս, ինտերնետ սերվիսները, մտավոր սերվիսները վաճառել եւ ընդ ոչ մեկ չէր ասում։ Լավ, ինչ Google ինչի սա պետք է իմ առանձին Google-ը ստեղծեմ, Amazon ինչի սա պետք, արեք իմ Amazon-ը ստեղծեմ։ Իսկ հիմա այդ բոլոր սերվիսները ես բան եմ ասում, մոտարապես եմ ասում, հա։ Այսինքն մենակ դա չի, շատ կան։ ChatGPT-ից սկսած։ Այս բոլոր մտավոր սերվիսները, որ տրիլիոններ արժեն, տրիլիոն, ասել եմ, չէ՞, բան Amazon-ը հասել է 2 տրիլիոն 150 միլիարդ իր կապիտալը։ Այդքան էլ Google-ն է։ ChatGPT-ն մոռացա նայել է։ Այսինքն այս բոլորը կրճատվելու է։ Կրճատվել է։ Ես արդեն գիտեմ, կարդում եմ, որ բանում Եվրոպայում մտածում են Amazon-ից հրաժարվելու համար։ Քիչ-քիչ իրենց լոկալը ստեղծեն ու կստեղծեն։ Եթե ստեղծեն, ուրեմն մնացեք Կանադան ու Մեքսիկան հրաժարվելու են Amazon-ից նույն ձևով։ Ոչ մեկ չի բանը սերվիսը վերցնելու Amazon-ի, մենակ մի բանի համար։ Եթե կա տեղականը, ինչի վերցնեն ամերիկյանը։ Ու սա ընդհանրապես մեկ օրինակ եմ ասում։ Եթե հիմա հանրապետականները չգնան իմպիչմենտի, Ամերիկան կորցնելու է եւ իր քաղաքական եւ դա որպես հետևանք տնտեսական ազդեցությունը, որը նշանակում է շատ ֆիրմաներ, շատ արտադրություններ, ծառայություններ ուղղակի կրճատվելու են, որը բերելու է հերթին գործազրկության, որը բերելու է անշարժ գույքի շուկայի անկման, որտեղ լինելու են բաներ, բանկերը հետ կվերցնեն, այսինքն նույն ֆինանսական բանը, ճգնաժամը ինչ որ եղավ 2008 թվականին։ Ու առանց վերականգնվելու հեռանկարի, որովհետև սրանք հենց բանը մի անգամ կորցեցին շուկան, կյանքում չեն վերականգնի։ Չինաստանը պատրաստ կանգնած է այնտեղ իր սերվիսներով։ Չինական սերվիսները պատրաստ կանգնած են, չեմ ասում եվրոպականը կարա ստեղծվի։ Դες ինչի է թվում, եթե ասենք Ռուսաստանում կարա ստեղծվել Wildberries, Եվրոպայում չի կարա ստեղծվի։ Կամ այս ռուսական Wildberries-ը չի կարա գա Եվրոպա։ Լավ, ընդունենք հիմա սանկցիայի տակ է Ռուսաստան չի կարա։ Բայց տեղական ինչ-որ մի բան ստեղծելը բացարձակապես դժվարություն չի։
Եթե դա կարող է լինել Ռուսաստանում, դա կարող է լինի եւ Կանադայում, եւ Մեքսիկայում, եւ Եվրոպայում։ Եվրոպան ինքը մենակ 500 միլիոնանոց շուկա է։ Իսկ գնողունակությունները չեմ ասում։ Չի կարա։ Այնպես որ սարսափելի վնաս են տալի երկրին, սարսափելի։ Դա էլ J.D. Vance-ի բանն է, եղբայրն է, ոչ հարազատ, որը կռվել է Ուկրաինայում, որպես կամավոր։ Ինքը պարզ ասում է, թքած ունեմ ինչ է մտածում J.D. Vance-ը, իրան դուրս կգա, դուրս չի գա, բայց իրաց պահում են որպես ոնց որ օգտակար հիմար, հա, полезный idiot, useful idiot։ Այսինքն իրանց բոլոր գործողությունները ծառայում են Պուտինի շահերին։ Սա J.D. Vance-ի բանն է, եղբայրն է։ Ոչ հարազատ էլի։ Двоюродный брат։ Պարզ ասում է իմ աղբերն է, հիմա ես հարց եմ ուզում տամ, քանի հոգի մոտարապես գիտեք հայկական իրականության մեջ, որ ասենք դուս գալ կասեր Ալենը, ճիշտ է, ես ինքը իր բարեկամն է, բայց Ալենը տականքի մեկն է։ Նիկոլա Արարատը, բոլորը։ Դրանց ցանկացած մեկը։ Հեչ լսել եք sense բան հայկական իրականության մեջ։ Կամ ես համաձայն չեմ իր քաղաքականության հետ։ Իմ քիմինգերն այն իմ աղբերն է, բայց ես հետ համաձայն չեմ։ Լսել եք sense բան։ Ես էլ չեմ լսել։ Այ երբ կլսենք sense բան, նշանակում է մենք ունենք արդեն հանրություն, հասարակություն, որը լավամարդ լինելու մոլուսկով չի տարապում, նշանակում է իրավունք ունի երկիր ունենալու։ Սա իմ համար շատ կարևոր է, որովհետև եթե չկա այս անկախությունը, կարծիք ունենալու բանը, ճոխությունը, այս նույն շրջապատույտի մեջ մենք պատտվելու ենք։ Նույն շրջապատույտ։ Այսինքն չի լինելու հասարակական պարսավանքի ինստիտուտը, որը ամենակարևորն է։ Որովհետև օրենքները դատարան բանդանք մի կողմ, բայց հասարակական պարսավանքի ինստիտուտը ամենաազդեցիկը պետք է լինի։ Եթե մի հասարակության մեջ այդ ինստիտուտը չի աշխատում, նշանակում է այդ հասարակությունը խնդիր ունի։ Օրենքով հնարավոր չի ամեն ինչ կարգավորել։ Օրենքով բարոյականությունը հնարավոր չի կարգավորել։ Ցանկացած ստաբիլ եւ իրան հասկող հասարակությունում կա գոյություն այդ պարսավանքի ինստիտուտը։ Եթե չկա, դե ապագայել չկա։ Էլի եկանք այս ընկերոջ։ Ուրեմն Եվրոպայում արդեն կորցել է 76%։ Օրեկան մեծանում է այս թվերը։ Արդեն 76% կորցրել է։ Նշանակում է այդ 76%-ի տեղը կամ գրավելու են տեղական էլեկտրոմեքենաները, կամ եթե հանկարծ ճանապարհը բացվեց, Չինաստանը մտավ էլ դուրս չի գալու։ Ես լուրջ եմ ասում, Չինաստանը հիմա մտել է Ռուսաստան, վաղը որ սահմանները բացեն, Չինաստանը հո չի գնալու։ Իսկ եթե Չինաստանն այնտեղ է, այդ նույն քանակությամբ ամերիկյան եւ եվրոպական արտադրանքը չի մտնելու այնտեղ։ Կմտնի ինչ որ չափով, բայց Չինաստանը որտեղ որ մտավ, ինչ որ մի շուկա իրանով պահելու է։ Այսինքն Տեսլան, եթե նույնիսկ վաղը ինչ որ հրաշքով իրանք վերականգնեն, մեկը ինք ամբողջությամբ չի վերականգնելու, որը նշանակում է ամերիկյան տնտեսությունը վնաս կրեց այնտեղ։ Արդեն վնաս կրեց, դա չվերականգնվող է։ Շուկան տենց բան է, մի անգամ կորցրեցիր։ Էսի ոնց որ առաջի տպավորությունը մի անգամ եղավ սխալ, դա որպեսի փոխել մոտավորապես 8-ից 9-10 հանդիպում է պետք։ Այդ մի հատ տպավորությունը փոխելու համար։ Նույնը շուկան է։ Մի անգամ կորցրեցիր։ Չէ։ Իսկ ես ով 9-10 շանս կտա, որ դու այդքան փոխես։ Սա շատ ուժեղ է, շատ ուժեղ բան է, հայտարարություն է։ Իհարկե Մակրոնը sense բան չի ասել, բայց մեմ է սա, պատտվում է այս հայտարարությունը, որ Ֆրանսիան պետք է Ամերիկային հայտ ներկայացնի։ Հիմա ոնց է Թրամփը Ուկրաինային օգնելու համար հայտ ներկայացնում, 110 միլիարդ տվել է, 500 միլիարդ ուզում է։ Ասում Ֆրանսիան էլ պետք է ասի Ամերիկյան Միացյալ Նահանգների անկախության համար ինքը ժամանակին տվել է այնքան փող, որ հիմիկվա փողով հաշված դա 150 տրիլիոն է։ Պատկերացրու 150 տրիլիոն ծախսել է Ֆրանսիան ամերիկյան անկախության համար։ Սա իրականություն է։ Այ բնականաբար Մակրոնը
Տես բան չի ասի եւ ոչ մի բան չի ասի, հա, նման բան, բայց օրինակ Զելենսկին կարա ասի հանգիստ, կասի պարոն Թրամփ, ախր չէ որ դուք ստեղծում եք մի հատ նախադեպ, որ դուք օգնություն եք տվել, ուրեմն շատ շնորհակալ ենք։ Եթե դու 110 միլիարդի դիմաց ինձ հիմա ուզում ես 500 միլիարդ, իբր էլի, բայց դա չի պատճառը։ Դու պատկերացնում եք ինչ կլինի, եթե թեորիապես հանկարծ մի օր Ֆրանսիան էլ իր տված փողերը ձեզանից ուզի։ Չէ՞ որ ինքն էլ ժամանակին ձեզ օգներ, որ դուք բրիտանացիներից ազատագրվեք։ Որը իդեպ Ֆրանսիայի վրա նստեց Լյուդովիկոս 16-րդի կյանքը եւ իշխանությունը իր ընտանիքի հետ միասին։ Որովհետեւ Ֆրանսիայի տնտեսական այն վիճակը, որ ինքը հայտնվել է հեղափոխությունից առաջ, դա պատճառներն էր, բանում փող չկար։ Որտեղ ինքը տադիներ ֆինանսավորում էր հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ իրանք վռնդեն անկախանան Բրիտանիայից։ Բրիտանիան իր թշնամիներ, ինքը ամեն ինչ ոչ թե նավալ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ է սիրում, չէ, ուղղակի պետք է բրիտանացիների մռութը ջարդել, ինքը իր ամբողջ ունեցվածը ժողովրդի բերանից կտրելով տաղանիներով իշխանություն տևել է այդ պատերազմը միջև բանը սահմանադրության գրվելը, երբ որ արդեն կայացած սահմանադրության երկիր էր, ինքը պահել Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆրանսիական փողերով, որը հիմա այսօրվա կուրսով հաշված 150 տրիլիոն Այդպես գումար գոյություն չունի, որ Ամերիկա Միացյալ Նահանգները կարողանան տա։ Ամերիկայից բան չի մնա։ Գիտեք, նշանակում է 70 հատ Google, 70 մի քիչ էլ ավել, 70 հատ Google, որ սենց տա նվիրի Ֆրանսիային, այդ մարդը կմարի։ Իսկ ինչ կմնա այդ պարագայում բանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Սա բանա, ճիշտ է։ Այսինքն, եթե կարողանան կատակով ուսին խփելով Դոնալդ Թրամփին հիշացնել սա, գուցե նա սթափվի։ Գուցե հասկանա, որ գիտես, մի տեսակ անբարոյական է հնչում իր ասածը։ Բավալ հանկարծ իրան էլ հաշիվ ներկայացնեն։ Բավալ հանկարծ մի օր էլ իրան հաշիվ ներկայացնեն։ Ինքը չի կարող ասի, չէ՞ որ, չէ։ Ինձ որ տվել եք, դա չի հաշվում։ Այ որ ես տվել եմ, ես դա կարողանամ ուզեմ։ Տես չի, չէ։ Այսպիսի բաներ կան։ Քաղաքականության մեջ բարոյականություն իհարկե գոյություն չունի, բայց այտենց դասական իմաստով էլի, բայց այն պահից, երբ որ քաղաքականությունը հեռանում է բարոյական չափանիշներից, այնտեղ սկսում են կոլապսները, այնտեղ սկսում են պատերազմները, այնտեղ սկսում է քաոսը, այնտեղ սկսում է ցեղասպանությունները։ Ոնց որ հիմա իրականանում է Սիրիայում։ Բարոյականությունը երբ պարտվեց նաև հերթական անգամ Սիրիայում, երբ որ հետախուզության մեջ մարդասպանության տերորիզմի համար գտնվող մեկը դարձավ Սիրիայի նախագահ ու ընդունվեց որպես Սիրիայի նախագահ։ Ու դրանից հետո ամերիկյան զորքերը թողեցին այդ ժողովրդին իմանալով հանդերձ ով է իրանց ղեկավարը, ով է բերել թուրք ցեղասպանը բերելա։ Թուրք ցեղասպանը բերելա մի ուրիշ պատրաստված տերորիստի այնտեղ ղեկավար։ Ասի լավ, դե արդեն ղեկավար եք, մեր գործը չի, մենք գնացինք։ Հետևանքները իրեն սպասեցնել չտվեցին։ Այսքան սպանված երեխեք դիակներ նայել։ Հիմա ինչ անես, այս ժողովուրդը ոնց պաշտպանվի։ Միայն զինվելով։ Տեսեք, ինչի ուտե, նույն բանը կարող է, չէ՞, քուրդերի հետ լինել։ Թուրքերն էլ կերազեին դա անելու, կերազեին։ Օջալանն էլ կոչ էր անում, ասում էր, վայ, ծեր դրեք։ Ամեն ինչ լավ է, պայմանավորվել ենք, ասին, չէ։ Չէ, ապո, չէ։ Միջև ամեն ինչ աշներովս չտենանք, անվտանգության երաշխիքները, մեր սեփական զորքը, no, չի լինի։ Այսօր դամարյան կան, հələ մի հատ էլ բան են, հաշտություն են կնքում, ասում են, մենք ընդունում ենք քո իշխանությունը, մեր տարածքի մեջ վրա տերը մենք ենք։ Իրանք կարող են անել, որտեղ զենք կա ձեռքերը։ Իսկ հայկական ճիվաղները զինաթափում են Հայաստան, ասում են, բանակը խաղաղության համար է։ Բանակ պետք չի։ Ու մենք ագրեսոր չենք, որ բանակ ունենանք։ Պատկերացնում եք, այս թվին, այս դարում, այս իրականության մեջ ճիվաղները, մի քանի ճիվաղ, մի քանի տականք որոշել են մի ամբողջ ժողովրդի համոզեն, որ իրենց չէ, ճիշտը մեռնելն է։ Որ մենք ագրեսոր չենք պաշտպանվենք, ճիշտը մեռնելն է։ Այդ ժամանակ իրենց կարելի առաջարկել, ճիշտը դա է, արեք ձեզ հանձնենք Ադրբեջանին, այն գերիներին բերենք մեր ռազմագերիներին։
Ճիշտը դա է։ Չէ՞ որ դու ասել ես տականք, ես իմ երեխուն կփոխեմ բոլոր ռազմագերիներին հետ։ Բա ուր են։ Բա ուրալ քո լակոտը ուրա մեր ռազմագերիները, բան չի չես փոխանակ։ Լավ, երկար կարող ենք այս մասին խոսել, բայց նույնպես եմ ասում, քաղաքականության մեջ բարոյականություն չկա, բայց դա չի նշանակում, որ այս քաղաքականությունը իրավունք ունի անբարոյական լինելու։ Քաղաքականությունը պետք է մնա քաղաքականություն, բայց անպայման բարոյականության սահմանների մեջ, որտեղ ցանկացած շեղում բերում է իր կործանարար հետևանքները։ Սա իմ համար անփոխարինելի ճշմարտությունն է։ Այսքանով այսօր ավարտում եմ եթերը, մինչև վաղը, լավ մնացեք։